Հանրային հեռուստաընկերության եթերում գտնված երազն է, որն այսօր խոստանում է երաժշտական լինել, քանի որ այսօր իմ հյուրն է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներկչուհի, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր Քրիստինե Սահակյանը։ Դիմավորեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն դուք։ Լավ, համեցեք։ Քրիստինե, ինձ միշտ հետաքրքրել է, ինչպիսի միջավայրում է պետք մեծանալ, որպեսզի տարվել օպերային երաժշտությամբ։ Միջավայրը երևի թե պիտի լինի այնպիսին, որտեղ գնահատում եւ սիրում են այդ արվեստը, եւ մանկուց դու լսում ես, շփվում ես, ինքդ էլ տարվում ես այդ մասնագիտությամբ, բայց որպես այդպիսին ընտանիքումս չկան երաժիշտներ, հայրս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ավարտել է գյուղինստիտուտը, բայց պրոֆեսիոնալ ֆուտբոլի դաշտում է եղել, մայրս ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ուղղակի մենք բոլորս հաճախել ենք երաժշտության, բոլորս հաճախել ենք սպորտի, այսինքն դա զարգացման ընթացք է եղել։ Գուցե տատիկից, պապիկից է եկել այդ արվեստի նկատմամբ սերը։ Տատիկ պապիկներս հայրական կողմս պատմաբան էր պապիկս, իսկ աշխարհագետ տատիկս, այսինքն նորից երաժշտություն մասնագիտություն չի եղել։ Ուղղակի մեզ փոքրուց տարել են եւ թատրոն, եւ օպերային թատրոն, եւ բալետ, այդ արվեստի մեջ մենք դաստիարակվել ենք։ Ես ինքս չնկատեցի, թե ինչպես անկեղծ ասած ընտրեցի այդ ուղին եւ գնացի այդ ճանապարհով։ Ընտանիքում քանի երեխա եք եղել եւ ինչպես եք կարողացել կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Մեզ տրված եղել ազատություն ընտրության դաշտում, չեն ուղղորդել եւ չեն պարտադրել։ Մարզիկներ կան ձեր մեջ։ Ոչ, սպորտի գծով էլ ոչ ոքս չգնաց, չնայած եղբայրս պրոֆեսիոնալ դաշտում եղել է, բայց 9-րդ դասարանից թողեց, սեղանի թենիսի էր հաճախում, գտա որ դա ապագա չէ մասնագիտության առումով։ Իսկ դպրոցական տարիներին, ինչպիսի վարքով եք աչքի ընկել։ Ակտիվ եմ եղել, աշխուժ եմ եղել, լավ իմաստով, այո, լավ իմաստով աշխուժ, գրեթե բոլոր միջոցառումներին մասնակից եմ եղել ակտիվ, կոմսոմոլի քարտուղար եմ անգամ հասցրել եղել լինել, իրավի վերջիններից մեկն է, որտեղ 88-89 թվականից այլևս վերացավ այդ հասկացողությունը։ Բայց այդ ակտիվությունը երբեմն բերում էր նաև ծայրահեղ քայլերի, չէ՞։ Ծառից ընկնել։ Հա, անգամ դուք դա գիտեք, այո, 5 տարեկանում վիրավորվել։ Դե դա շատ փոքր հասակում եղել, չեմ գիտակցել, որ դա ինձ կվնասի, բայց տան փորձանքն եմ եղել, դա կա։ Ես դրան էի ուզում բերեի ամբողջ խոսակցությունը, որ երբ հարցրեցի ակտիվ լավ իմաստով, թե բա տան փորձանք, ինչ ես ասում։ Չնախատեսված, եթե ինչ-որ մի բան պետք է պատահեր այդ 100 երեխաների մեջ, ուրեմն դա կլիներ Քրիստինեի հետ։ Ինչով էր սա պայմանավորված, որովհետև ձեր մեջ հետաքրքրությունն էր մեծ։ Ոչ, ուղղակի պատահականություն է նաև։ Չի ասի, որ ասենք ուղղակի կարող է կանգնած լինել եւ այդ պահին այդպես ստացվեր։ Դա միջև հիմա ուղեկցում եք, թե անցել է արդեն։ Անցել է դա։ Փառք Աստծո։ Իսկ երբ ետ եք նայում անցած տարիներին, կարողանում եք ձեր մեջ գտնել մի հատկանիշ, որը բոլոր ժամանակահատվածներում օգնել է ձեզ կամ խանգարել։ Շփվող եմ։ Սիրում եմ ընկերությունը։ Աշխատում եմ այն խնդիրների հետ, որոնք առնչվում եմ ավելի մեղմ անցնել։ Ինքս էլ եմ ուզում այդքան չխորացնել, որովհետև ասում եմ այսօր ինքդ քանի որ ունես պատասխանատվություն եւ բեմի վրա ես եւ բեմը քեզանից շատ էներգիա եւ զգացմունքներ է տանում, դու ավելնորդ այլևս զգացմունքների կորուս չես ուզում ունենալ առօրյա կյանքում եւ աշխատում ես ամեն ինչին շատ ավելի հարթ նայել եւ էմոցիաներդ եւ զգացմունքներդ ավելի բեմի համար պահել։ Այսինքն կա այն վայրը, որտեղ կարող եք այդ ամենը տալ։ Անշուշտ, բացի իմ ընտանիքում իմ այն սերը, որ ես ունեմ փոխադարձ է, դա անշուշտ միշտ ուղեկցում է ինձ, բեմը շատ է տանում։ Երբ հստակեցրեցիք այն ճանապարհը, որով պետք է գնայիք մասնագիտության ընտրության հարցում։ Դպրոցը ավարտելուց հետո այնպիսի մի ժամանակաշրջան եղավ, որ դեռ չէի կողմնորոշվում, բայց հետո գտանք, որ այդ պահին ինձ մոտ շատ լավ է ստացվել երաժշտությունը, երազանց եմ ավարտել տարի չկորցնելու համար։ Մենք իմացանք, որ կա նախապատրաստական կուրսեր կոնսերվատորիայում, քանի որ այդ ժամանակ արդեն երգում էիք։ Ես երգել եմ 7 տարի Հայաստանի երգչախմբային ընկերություն եմ հաճախել, որտեղ բազմակողմանի երաժշտական կրթություն եմ ստացել, դաշնամուր, սոլֆեջո, վոկալ, անգամ դիրիժորություն եւ զուգահեռ երգչախումբ։
շատ եմ սիրել։ Դա պարտադրված չի եղել։ Հաճախել եմ մեծ սիրով եւ հաջողված է եղել։ Եվ հիշում եմ վոկալ քննություններից հետո միշտ երգել եմ բոլոր հաշվետու համերգներին ամեն տարի։ Ծնողներիս ասում են գեղեցիկ ձայն ունի, լավ ձայն ունի, ցանկալի է որ ինքը երգչուհի դառնա, բայց թե ինչքանով դա ռեալ կլիներ, չգիտեինք։ Այ Գոհար Գասպարյանի սանն եք եղել։ Այո, այդ բախտը ունեցել եմ։ Եվ ինչ եք կարողացել նրանից վերցնել, ժառանգել եւ ինչն եք կարողանում արդեն այսօր փոխանցել ձեր։ Ինքը որ ասեն ինչ օրս ինձ հետ է, երևի թե այդպեսի օր չկա, որ ես իր հետ չարթնանամ եւ անկախ ինձանից իր հետ չզրուցեմ։ Իմ անձնական սենյակում մի հատ անկյուն ունեմ, որտեղ իր նկարն է դրված ամսագրերի վրա եւ Տիգրան Լիվոնիչի եւ ամեն անգամ երբ որ նոտա եմ վերցնում, ես կարծես իր հետ խոսում եմ։ Չգիտեմ, ես իրեն շատ եմ սիրում եւ ինձ թվում է, որ ինքը այսօր կա եւ կենթանի է։ Չեմ զգում իր բացակայությունը։ Որոնք են այն գլխավոր խորհուրդները եւ նաեւ պատգամները, դասերը, որոնք քաղել եք նրանից։ Ինքը շատ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր մասնագիտությանը եւ նույնը պահանջում էր յուրաքանչյուրիս, ով այդ դասարանի դուռը բացում էր։ Գովեստի խոսքերում շռայլ չէր։ Բայց եթե ինքը ասում էր ապրիս քուքլաս, ուրեմն ամեն ինչ լավ է։ Այսպես։ Այդ ձեր մասնագիտական ունակություններին իր գնահատականն է տվել նաև լեգենդար երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։ Այո։ Եվ ինչպես եք այն ժամանակ ընկալում այդ իրականությունը, երբ նման գնահատական։ Այդ ժամանակ չեմ գիտակցել իրանց այդ ասված եւ ուղված ինձ խոսքերը, ճիշտն ասած։ Որտեվ շատերը այսօր մեր սերունդները, ովքեր գալիս են սովորում են կոնսերվատորիայում, ցավոք սրտի չեն շփվել այդ մեծությունների հետ եւ իրենց մասին արդեն խոսելով գիտեն կամ ինչ որտեղ լսելով գիտեն։ Ես հենց այդ ժամանակաշրջանում եմ սովորել, որ դասավանդում էր Գալաչյան, Սազանդարյան, Գոհար Գասպարյան, Սարաջևա, որը նույնպես այսօր դեռ դասավանդում է։ Մի խոսքով այդ մեծությունների հետ իրենց շրջապատում գտնվելով մնացել է իրենց շողքը մեզ վրա։ Եվ Տաթևիկ Սազանդարյանը միշտ ինչ-որ մի քաղցր խոսք էր ուզում ինձ ասել, երբ որ ինձ հանդիպում էր, անպայման ինչ-որ մի գովեստի խոսք, մի քաղցր խոսք պետք է ինձ նվիրեր։ Եվ ես դա այսօր հիշելով իհարկե շատ գնահատում եմ։ Առաջարկում եմ այս պայն դիտենք Այդա օպերայից մի հատված, կարող ենք ընթացքում նաև մեկնաբանել։ Խնդրեմ։ Քրիստինե, երբ արդեն սկսեցին ձեզ վստահել գլխավոր եւ պատասխանատու դերեր։ Անկեղծ ասած, ես թատրոն հենց հրավեր ստացա Փարանձեմի դերերքով։ Ասպիրանտուրայի առաջի կուրսը ավարտեցի 2 բաժին մենահամերգով, գերազանց, եւ երկրորդ կուրսում Գոհար Մխանյանն առաջարկեց, քան որ ես արդեն նման փայլուն մենահամերգ ունեցա, եւս մի մենահամերգ կարծես չէր ցանկանում, որ եւս կրկնվեր։ Եվ օպերային թատրոնում Արշակ երկրորդի Փարանձեմի դերերքում հրավեր ստացա, որպեսզի ասպիրանտուրան ավարտեմ այդ դերերքով, բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ այն պատճառով, որ ղեկավարանափոխություն տեղի ունեցավ 99 թվականին եւ ներկայացումը նշանակված էր սեպտեմբեր ամսին, դա այդպես էլ մնաց։ Հետո շատ երկար տարիներ հետո 2007 թվականին ես երգեցի այդ ներկայացումը եւ Բայց փոխարենը ինչ դերով մտակ մեծ բեմ։ Մեծ բեմ արդեն Գեղամիրյանիչի ժամանակ Տրավիատան եղավ Ֆլորայի դերերքով
Եվ առաջի մեծ դերերքը նորից Փարանձեմը եղավ, անկեղծ ասած։ Նույն բեմում, այո, Փարանձեմը տարիներ անց, բայց առաջի պատասխանատու դերերքը Փարանձեմն էր։ Այդ ներկայացման հետ Գեգամ Գրիգորյանի հետ կապված հետաքրքիր պատմություն կա, կկիսվեք այդ մասին։ Այո, կա փաստ այն էր, որ ես մինչև վերջի պահը չգիտեի, անկեղծ ասած, այդպես է, չեն կողմնորոշում, թե ով կերկի, ասենք պրեմիերան, մի քանի հոգի ենք եւ ընտրություն է կատարվում։ Երբ որ ընտրվեցի ես անկեղծ ասած չգիտեի, որ ես բախտ եմ ունենալու երգեմ հենց Գեգամ Գրիգորյանի հետ բեմում։ Եվ երբ որ ես կուլիսներով անցնում էի, որպեսզի գնամ իմ տեղը կանգնեմ, հանկարծ նկատեցի, որ իմ զուգընկերս ինքը չէ, եւ երբ որ կենտրոնացած զգացի Գեգամ Միրյանիշն է եւ այդ պաուզա կա կյանքում, չէ, որ ասում են, այդ պաուզան ես մինչ օրս հիշում եմ, այդ դանդաղացված իմ քայլի, մեջի ապրումները, իմ զգացումները, ես իրոք երջանկած, շատ մեծ պատասխանատվություն էր եւ նաեւ շատ երջանիկ մեծ զգացում էր, որ իր հետ համատեղ այդ բեմից պետք է երգեմ։ Սա կարծես թե անակնկալ էր ձեզ համար։ Անակնկալ էր։ Ինձ համար անակնկալ էր, ես չգիտեի, որ իրոք ինքը երգելու է այդ օրը բեմում, որտեղ մենք միասին չենք ունեցել փորձ։ Պատկերացնում եմ, թե հուզմունքը որքան ավելացավ։ Այո, որը ինձ օգնում է։ Օգնում է։ Անկեղծ ասած, հուզմունքը ինձ բեմում օգնում է, ես դրանից միայն օգուտ եմ քաղում եւ եթե հանկարծ ես բեմ եմ մտնում եւ ինչ որ այդ հուզմունքը ինձ չի ապարորում, ես սկսում եմ անհանգստանալ, ինչու ես չեմ հուզվում։ Քրիստինե, արդեն կայացած երգչուհի եք, թե դեռ ուսանող եք, երբ սկսեցիք ձեր կյանքի նոր փուլը, ձեր ապագա ամուսնու հետ։ 4-րդ կուրսում ենք ծանոթացել։ Ես դեռ չէի ավարտել կոնսերվատորիան եւ ավարտել եմ արդեն համատեղ կյանքում, շարունակել եմ ասպիրանտուրան համատեղ կյանքում։ Առաջարկում այս պահին նրան էլ այստեղ հրավիրենք, նաեւ ձեր երեխաներին եւ զրույցը շարունակենք արդեն նրանց հետ։ Դիմավորեք Քրիստինե Սահակյանի ամուսնուն, ատամնաբույժ Արայիկ Համբարձումյանին եւ նրա երկու երեխաներին Նարեին եւ Էդգարին։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ուզում եմ շնորհավորել։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Այստեղ ինձ հետաքրքրում է, ինչպես դուք հանդիպեցիք եւ ինչպես կարողացաք գերել օպերային երգչուհու սիրտը։ Խնջույքի ենք հանդիպել։ Խնջույքի ժամանակ Թե նա է գերել ձեր սիրտը։ Չէ, բայց այն ժամանակ դեռ օպերային երգչուհի չէր, ընդամենը ուսանողուհի էր, բայց չենք մտածում այս ապագայի մասին։ Դենց ծանոթացանք որպես ուսանող։ Եվ որտեղ կայացավ ձեր հանդիպումը եւ ինչպես Իմ համակուրսեցու ծննդյան օրը Արայիկը նույնպես հրավիրված էր, պարզում է իր մայրը մանկավարժ է եւ դասավանդել է նաեւ իմ համակուրսեցուն եւ իր ընտանիքին։ Այդպես, նաեւ հրավիրված են եղբոր հետ միասին ծնունդի։ Պարոն Համբարձումյան, որքանով է Քրիստինեի արվեստի նկատմամբ այդ սերը համընկել ձեր հետաքրքրությունների հետ եւ ինչ եզրեր եք գտել շփման։ Կարճան ասեմ, որ մենք էլ լինելով ուրիշ բնագավառից չմոռանանք, որ բժշկական ուսանողները նաև արվեստին մոտիկ մարդիկ են։ Ես էլ ունեմ երաժշտական կրթություն, ես էլ եմ սիրում երաժշտությունը, եղել եմ երաժշտության մեջ, ուսանողական գարունների ենք մասնակցել, հենց հեռու չենք եղել այդ ասպարեզից, բայց որ ասեմ օպերան մենք այն ժամանակ ավելի շատ էր մեզ հետաքրքրում, չէի ասի։ Բայց ինչ շփվեցի, ծանոթացա, ինչպես նաև ամուսնացա, սկսվեց այդ process-ը, դու ուզես, արդեն դառնում ես դրա մի մասնիկը եւ աստիճանաբար ինձ էլ հետաքրքրեց այդ արվեստը, այդպես։ Մեր զրույցը կարծես թե իդեալական է ստացվում, որովհետև Քրիստինեին իսկապես ամենադրական եւ իդեալական կերպով ենք ճանաչում։ Ուզում եմ հասկանալ, թույլ կողմեր չկա, թե դրանք շատ գրագետ կերպով պահվում են։ Թույլ կողմեր չի ասի, ինքը ուժեղ մարդ է ընդհանրապես նպատակային, Գորջան, ինքը որ նպատակը դրեց, անպայման կհասնի այդ նպատակին։ Թույլ կողմը երևի ինչ-որ ընտանիքում կատարվող բաներից կարող է մարդը թուլանալ, երեխայի հիվանդություն, չգիտեմ, ինչ-որ ընկճող բաներ, բայց իր ասպարեզում ինքը ընկճվող չի, թույլ չի, ես ողջունում եմ։
իր այդ հատկանիշները։ Դուք ինքներդ ինչպես կգնահատեք ձեզ այս առումով։ Համամիտ եմ Արայիկի ասացի հետ, որ մասնագիտության մեջ, եթե իմ առաջ դրվում է խնդիր, դա պետք է հաղթահարվի։ Խոչընդոտներ չեն կարող լինել, քանի որ այդ մասնագիտության մեջ եմ չկա, այսինքն մեներք, որ ինձ հանձնարարվել է, ես խուսափել եմ դա կատարելուց։ Թուլությունս երևի մի քիչ չափից ավելի վստահությունն է եւ զգացմունքայնությունս, որը կցանկանայի շատ ավելի ինքս տիրապետել իմ զգացմունքներին եւ ավելի սառը դատել։ Էմոցիոնալ եք։ Չցուցադրվող էմոցիոնալ եմ։ Եթե անգամ ինչ-որ միտեղ ցուցադրում եմ, ես խստապահանջեմ կցանկանայի դա էլ չլիներ, բայց ներքուս տուժում եմ, իմ զգացմունքային լինելուց տուժում եմ։ Նարե, դու գնացել ես մայրիկի ճանապարհով եւ խաղացել ես մի քանի ներկայացումներ, բայց մասնագիտության ընտրության հարցում արդեն հստակ որոշում կայացրել ես։ Ես սկզբից որոշել էի գնալ մայրիկի հենց ուղղությամբ, մասնագիտությամբ, այդ հարցը շատ էր քննարկվում տանը, սակայն վերջում եկանք ամբողջական եզրակացության, մայրիկի խորհրդով ընտրեցի հիմնական մասնագիտություն, ընտրել եմ լեզուները, շատ սիրում եմ լեզուները, բայց հաստատ համոզված եմ, որ երգով էլ կշարունակեմ, որովհետև շատ եմ սիրում ու մանկուց եղել եմ այս արվեստի մեջ։ Պարոն Համբարձումյան, ձեր ցանկությունն ինչպես է եղել այս հարցում։ Բնականաբար ես էլ ուզում էի իմ ուղղությամբ գնալ։ Ճիշտ է։ Դե գիտեք ոնց։ Բայց ինչու մայրիկի պես հաջողված երգչուհի։ Համաձայն եմ Գորջան, բայց այսօր գիտեք մարդը պիտի ունենա մասնագիտություն, նոր ես կարծում եմ, որ ճիշտ է, երաժշտությունն էլ մասնագիտություն է, բայց այսօրվա մեր օրերում առաջերտին կցանկանա ինչ-որ մի մասնագիտություն եւ երկրորդական ինքը զբաղվեր երաժշտությամբ։ Դե ինքը ինչ սիրում է, այն էլ ընտրեց, մենք համաձայնվեցինք, որտեղ այսօր պետք չի պարտադրել երեխաներին իրանց ընտրած ուղղությունից։ Բացի դրանից էլ եթե լեզուներն ես ընտրել, ուրեմն հաստատ չի խանգարի երաժշտությամբ զբաղվելը։ Լավ, Էդգար, իսկ հեշտ է տանը լինել փոքրիկը, դա առավելություն է քեզ համար, թե հակառակը։ Առավելություն։ Ինչ առումներով։ Օրինակ, ինչ է կարելի քեզ, որ չի կարելի Նարեին։ Ես օրինակ ամեն օր եթե դասերս անում եմ, հետո համակարգիչով եմ խաղում եւ տանը իմ համար վազում եւ խաղում եմ։ Նարեն դա չի կարող անել։ Ժամանակը չի ներում դա։ Լավ, իսկ հետաքրքրություններդ ինչպիսին են, այ։ Ես սիրում եմ ամենաշատը նկարել։ Մոտ է արվեստին։ Իսկ չենք գնում դաշնամուրի։ Այո, գնում եմ եւ ապրիլի վերջ պետք է համերգ տամ մեր երաժշտականի մեծ դահլիճում։ Բա այսպեսի կարևոր իրադարձության ես պատրաստում փաստորեն ու չէիր ուզում ասել մեզ։ Արդեն գիտես ինչ պետք է նվագես։ Այո։ Ինչ։ Քոչարի։ Ահա։ Իսկ որքանով է մայրիկի խորհուրդները քեզ օգնում եւ արդյոք կան դրանք։ Դե ես փորձում եմ իրան օգնել, իր առաջի քայլերն են, միասին եք դասապատրաստումներ անում, իհարկե, բայց ինչ ճանապարհ կընտրի, նորից թողնում եմ իրեն։ Ուղղակի երաժշտության գնում ենք բոլորս, քանի որ ընտանիքում սիրվում է դա։ Ակնկալում եմ ձեր անկեղծությունը, թե որքանով է նպաստել Գոհար Գասպարյանի խոսքը ձեր որոշման հարցում։ Այո, Գոհար Գասպարյանի խոսքը շատ մեծ դեր ունեցավ Կրիստինեի կարիերայի հարցում, որովհետև Գորջան, սենց մի բան կա, որ գիտեք, հայ տղամարդու համար դժվար է ունենալ երգչուհի, որը պիտի բացակայի համերգներ, մենահամերգներ, դրսերում։ Ես պատրաստ էի, որ ինքը ավարտեր կոնսերվատորիան, բայց այդ աստիճանի առաջ խաղացում կարիերա չէինք սպասում։ Եվ մի օր ճիշտ ասած Գոհար Գասպարյանի տուն շուշուտ էինք հաճախում, շատ հետաքրքիր էր անցնում նրանց տանը, որ իմացա, որ ես մի քիչ տարաձայնություն ունեմ, իհարկե եղել է մեր մեջ դա, չեմ թաքցնում, ինձ շատ հետաքրքիր զրույց ունեցավ իմ հետ եւ այդ զրույցից հետո ես շատ բան հասկացա, տենց սկսվեց լավ օրերը Կրիստինեի։ Կկիսվեք մեզ այն գաղտնի խոսակցությամբ մի քանի մանրամասներով, որոնք դուք ունեցաք նրա հետ։ Ասեմ, հիմնականում գիտեք տղամարդու մտավախությունները կնոջ հանդեպ
արվեստի մեջ ինքը իր կերպարով բացատրեց այդ ամեն ինչը եւ ասեց, գիտեք, եթե հանկարծ մտածում եք կնոջ ինչ-որ դավաճանության, չգիտեմ ինչի մասին, դա կարող է լինել ցանկացած վայրում, ցանկացած մասնագիտության մեջ, դա գալիս է մարդուց իր ներքինից, ներքնաշխարհից եւ բարոյականությունից։ Ես առաջի անգամ եմ լսում այդ խոսակցության թեմայի մասին, անկեղծ ասած։ Վարժան, սա անկեղծություն է ձեր տաղավարում։ Տեսնում եք։ Այդպես մենք վստահություն, դե ճիշտ ասած արդեն ապրելու, իրար հետ շփվելու տարիները արդեն ասեց այդ ամեն ինչի մասին։ Ես եթե կարելի է լրացնեմ, ես թատրոնի հրավեր ստացա Կարմենի դերերքով, քանի որ Տիգրան Լիվոյիչը մեր օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսորն էր, եւ պետական քննությունս ավարտեցի Կարմենով։ Ավարտելուց հետո Տիգրան Լիվոյիչը ինձ Կարմենի հենց մեներքի համար հրավեր ստացա թատրոն, բայց ամուսինս մի քիչ այնտեղ ավելի ինտիմ տեսարաններ կային Կարմենում, դա իրան այդքան դուր չեկավ այդ ժամանակ։ Եվ Կարմենի մեներքի հրավերով չէր կարողանում ներքուստ համաձայնվել, որ ես մտնեմ այդ դերերքով թատրոն։ Իսկ 2 տարի անց, երբ որ առաջարկը եղավ Փարանձեմի դերերքով, Արայիկը եկավ տուն հենց իրենց այդ զրույցից հետո եւ հարցնում է, ով է Փարանձեմը, ինչ կերպար է ինքը, երբ որ ես բացատրեցի, ես էլ չգիտեմ այդ հարցը որտեղից է բխում, եւ ասեց, լավ, գնա երգի, ասում, որտեղ օպերային թատրոնում առաջարկ ունես Փարանձեմի դերերքի, գնա երգի։ Այդպես սկսվեց այդ ճանապարհը։ Բայց մի բան ավելացնեմ, որ դրանից հետո ոնց որ կոտրվեց այդ իմ կարծրատիպը եւ նշանվելուց հետո կոնկուրս հայտարարվեց Սերենադ նվագախմբի, որ 4 ամիս արտասահմանում համերգների պիտի գնան։ Հունվարից մայիս։ Եվ ինքը այդ կոնկուրսը հաղթեց, ու պատկերացրեք նշանված եմ, բայց դա արդեն ինձ չխանգարեց, ես մեծ սիրով համաձայնությունս տվեցի, որ ինքը գնա շրջագայի, գա նոր ամուսնանանք։ Դա մեր առաջի քայլերն են, այսպես ասած։ Առաջի կարևոր քայլը, որտեղից էլ հիմք դրվեց վստահության։ Շատ լավ, բայց դուք Գոհար Գասպանից գախնի պահեցիք ձեր ամուսնության մասին լուրը։ Ոչ թե գախնի պահեցի, Գոհար ջան, ինքը ընդհանրապես չէր ընդունում ամուսնությունը ուսանողության այդ մեր ընթացքում, ուսման ընթացքում, եւ ես ինձնից առաջ տեսած փորձերը, աղջիկները, որ կատարել են, եւ ինքը ինչ դժգոհությամբ, եւ ինչ դժվարությամբ էր դասերը վարում եւ անընդհատ ասում էր. Ես այսքան աշխատանք եմ կատարում, դուք ամուսնանում եք եւ այդ աշխատանքը կիսատ է մնում։ Իսկ ինձ հետ արդեն որ կոնկրետ ինչ որ ծրագիրներ ուներ, որ արդեն առաջարկներ էր արված, ես չէի կարողանում թույլ տամ իրեն այդ մասին տեղյակ պահել եւ այդ մտավախությունը, որ ինքը կբարկանա եւ ինչպես պետք է այդ լուրը հայտնեմ, չկարողացա, որովհետեւ մենք որոշել ենք անպայման հրավիրել մեր հարսանյաց այդ հանդեսին, բայց չստացվեց։ Ես այդքան համարձակություն չունեցա, ասեմ, որ ես պետք է ամուսնանամ։ Բայց սեպտեմբերին, երբ որ ինքը իմացավ, իհարկե բարկացա, բայց ասեց խոստացիր, որ պիտի երգես։ Ամուսնությունը դրանից հետո կանչեց ամուսնուն։ 2 տարի անց իրանք ունեցան, այո, այդ զրույցը։ Ինչևիցե այն ինչ որ պետք է լինի, լինում է։ Եվ եթե սիրում ես, անպայման շարունակում ես։ Եվ քանի որ ճիշտ է դուք մասնագիտությամբ բժիշկ եք, բայց ասացիք, որ երաժշտությունից էլ հեռու չեք ու նաև նվագում եք։ Ունի իր գրված երգերը, ուսանողության տարիներից, այո, անձնական երգեր։ Ես չեմ կարող չօգտվել այս հնարավորությունից եւ մեր հեռուստադիտողներին, նաեւ ինձ, ինչու՞ չէ, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են եւ պարզապես հաճույք է ստանում ձեր ընտանիքի հետ շփվելուց, նվիրել նրանց ընտանեկան մի փոքրիկ կատարում։ Մեծ սիրով ես հիմա կնվագեմ եւ կերկենք միասին իմ հեղինական երգերից մեկը, որը գրվել է ուսանողության տարիներին եւ առաջի անգամ այսպես մասսայական կատարվել է բազե համահայկական երիտասարդական հավաքին, որտեղ ես մասնակցում եի խարույկի շուրջ, շատ լավ երգ, խնդրեմ։ Համեցեք։ Thank you.
Քրիստինե, ո՞րն է ձեր գտնված երազը։ Այն բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները, որ ես ունեցել եմ կյանքի ընթացքում եւ իհարկե ընտանիքս ու երեխաներս։ Այսպեսին է Քրիստինե Սահակյանի ջերմ եւ շատ ներդաշնակ ու երաժշտական ընտանիքը։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Եթերում գտնված երազներ։